Կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը, օրինագիծը ներկայացվել է կառավարության հավանությանը, ըստ այդմ նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումն ու առկայությունը սննդի օբյեկտներում, առևտրի կետերում, տոնավաճառներում և նման այլ վայրերում։ Բացառություն կլինի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված պարկերը։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից հաստ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վրա։ Արգելվում է պլաստիկից ու փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների ու սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում։ Այստեղ ևս նախատեսված է բացառություն կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար, հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ներկայացնելով օրինագիծը։ Ըստ նրա, փոխարենը կարող են օգտագործվել թղթից կամ կտորից տոպրակներ, նաև թղթից կամ փայտանյութից մեկանգամյա օգտագործման տարաներ։ Մաթևոսյանը մանրամասնել է, որ բացառությունը կգործի կափարիչով պլաստիկից փակ տարաների և այն ապրանքատեսակների համար, որոնց չափելը, կշռելը հնարավոր է միայն փաթեթավորմամբ։ Նա օրինակ է բերել շաքարավազը։ Վարչապետն էլ հանձնարարել է այս թեմայով ամենօրյա աշխատանք տանել տնտեսվարողների հետ, նաև հանրային իրազեկման արշավներ անել։